Եթե ամփոփելու լինենք 2025 թվականը, ինչպիսին էր այն ձեզ համար, ինչը ձեռքբերումներ ունեցաք։ Ինձ թվում է մեր մասնագիտության մեջ կոնկրետ ամեն տարին կարելի է համարել հաջողակ տարի, եթե դու դեռ մնում ես մասնագիտության մեջ ու ստանում ես ինչ-որ նոր դերեր, որովհետև հստակ մեր գործում ինձ թվում է միայն աճի մասին է այս մասնագիտությունը, էլի, այսինքն չեմ ուզում առանձնացնել որևէ դեր կամ ինչ-որ պրոյեկտ, բայց ես կարծում եմ, որ թատրոնում օրինակ լինելով, մեր թատրոնում անդադար հնարավորություն ենք ստանում ավելի աճելու, ավելի վարպետանալու, դրա համար ամեն տարին ձեռքբերումների տարի է, ես կարծում եմ։ Ամանորը որտեղ եք նախընտրում նշել տանը ընտանիքի հետ, դրսում ընկերների, թե արտերկրում մենակ։ Արտերկրում մենակ կուզեի։ Տարի որտեղ եք նշելու։ Դեռ չգիտեմ, դեռ բարձ չի։ Ամանորին որն է ձեր ամենասիրելի ուտեստը, նախընտրած ուտեստը։ Դե ինչ որ մսային է, ես սիրում եմ։ Տոլմա կա Ամանորի սեղանին, եթե հա, ես սիրում եմ։ Կա որևէ ավանդույթ, որ պարտադիր պահպանվում է ձեր ընտանիքում Ամանորին, Ամանորի գիշերը։ Մենք ունեինք տենց ավանդույթ, շատ երկար տարիներ, մենք միշտ միասին էինք անցկացնում Ամանորը, ուղղակի ինչ-որ պահից այդ իմ բացակայությունը հիմա զգացվում է այնտեղ, որովհետև ես ժամանակ չեմ ունենում, տարի է լինում, որ պրոյեկտ եմ ունենում նկարահանում, չեմ կարողանում գնամ ընտանիքիս հետ անցկացնեմ, միայն այդ։ Առայժմ չգիտեք որտեղ եք նշելու, բայց գիտեք ում հետ եք նշելու այս տարի, ում հետ եք նշելու։ Անկեղծ եմ ասում, նենց կգնայի Թայլանդ, մենակ թայլանդացիների հետ նշեի։ Եվ 2026 թվականին ինչ կցանկանաք, ինչ սպասումներով եք գնում դեպի 2026 թիվ, ինչ եք ցանկանում այս տարի ձեզ համար, Հայաստանի համար։ Ինձ համար ցանկանում եմ, որ մեկ էլ պարզվի ես շատ հարուստ եմ, շրջառանգություն ստանամ, օրինակ, Հայաստանի համար էլի տենց բան եմ ցանկանում, որովհետև եթե ես հարուստ լինեմ, ինձ լավ բաներ կանեմ Հայաստանի համար։